Բարություն Աստծո սիրելի ժողովուրդ։ Ողջույն ձեզ։ Նույնպես պատասխանենք հարցին ուղղել մեզի։ Ողջույն շատ սիրելի հարգելի Արկադի եղբայր եւ Մելանիա քույրիկ։ Հարցս հետեւյալն է. արդյոք շատ կարեւոր է աղոթել մեր անցավորների հոգիների համար։ Եթե այո, ապա ինչու։ Ինչ կտան նրանց մեր աղոթքները։ Այո, դուք շատ ճիշտ եք մտածում, սիրելի հարցտվող։ Եթե մահացել են, եւ դրանք մեզի մեր աղոթները իրանց ինչ կտան։ Մանավանդ որ Աստվածաշունչն ասում է, որ մեկ անգամ կյանք անկե հետ կդատաստան։ Հիմա կարդամ ես այդ տեղը, ու նորից համարներ եմ հանել, սիրելի հարցտվող, դուք իրականում ճիշտ եք ասում, ոչ մի օգուտ մեր աղոթները չի տա մահացած մարդու համար։ Բայց հարց առաջանում, ինչու համար են այսօր չէ կան եկեղեցիներ աղոթում են մահացած մարդկանց համար, օրինակ մեր առաքելական եկեղեցին։ Կներեք, աղոթում են մահացած մարդկանց համար, ինչի համար, որտեղ մարմնավոր են հասկանում, Աստվածաշունչը գիրը, դες տեղեր կա գրված, որ դժոխքում են լինեմ, քո ձեռն տեղից կհանի ինձի, կամ մարդը, որ մահանում է, մենք հեսա այս տեղեր եմ հանել, համարներ եմ հանել Աստվածաշունչից, կկարդանք, սիրելի հարցտվող, ու մենք կպարզաբանենք, որ տեսեք, եթե մի սենց հասարակ բան էլի Մելանիա, եթե ես իմանամ, կամ մի հատ անհավատ մարդ, որ իմանա, որ ինքը մահանա այդ դժոխք, իր հարազատները աղոթք կանեն իր համար, ինքը կփրկվի, դժոխքից դուրս կգա։ Բոլորն էլ արդեն չէ, այս կյանքից չեն հրաժարվի։ Կապրեն մեղքի մեջ, մեկը սա հարազատները հավատացյալներ են, իրանք աղոթեն ինքը կազատվի։ Սենց չի լինի։ Ես կարդամ համաներ եմ հանել, նորից եմ ասում, կարդամ ամերիկի շինության համար, թող բոլորիս մտքերն էլ բացվի, Եբրայեցիների 9-27 խոսքը։ Եվ ինչպես մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել եւ նրանից հետո դատաստանը։ Մարդկանց համար սահմանված է մի անգամ մահ, չէ, մարդը մի քանի անգամ չի մեռնում։ Բայց Պողոս Առաքյալն ասում է, այս օրեկան մեռնում եմ։ Այսինքն ինքը հոգիով իր այդ մեղքի մարմիններ ներսից մեռնեմ։ Մի օր գողություններ մեռնեմ, մի օր սուտներ մեռնեմ, մի օր հայությունը, մի օր չարությունը, մի խոսքով ամեն մեղ։ Ամեն օր ինքը մեռնում է։ Բայց դա ասում է մարդկանց համար։ Հոգիների համար չէ, մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել եւ նրանց հետո դատաստանը։ Դրա համար, երբ որ մեկ անգամ մեռավ, հետո դատաստան է, դրանից հետո էլ ինչ աղոթք կանենք, որ այդ դատաստանից կամ մահվանից հետո ողորմություն գտնի այդ մարդը կամ չգիտես, ինչ որ կյանքում, այս կյանքում տրված է մեզ, սա է մեր հնարավորությունը, ոնց ասած, մեր Աստվածանից տրված մեր ժամանակը, մեր կյանքը սա է, որ ստեղ ապաշխարենք մենք։ Հիսուս Քրիստոսն ասաց, երկնքի արքայությունը ձեր մեջ փնտրեք։ Եթե ես իմ մեջ փնտրեմ, արդեն ես ապահով եմ երկնքում։ Իմ մեջ է երկնքի արքայությունը, իմ մահից հետո, ֆիզիկական մահից հետո, իմ այդ երկնքի արքայությունը ձուլվում է, փոխանցվում է, մտնում է երկնքի արքայության մեջ, արդեն ես փրկված եմ։ Իսկ եթե այստեղ մահն է երկնքի արքայություն չկա, արդեն երկնքի արքայության մեջ չի մտնի այդ։ Էլ ընդեղից տեղափոխություններ էլ չկա։ Հիշենք Ղազարոսի Քրիստոսի առակը Ղազարոսի համար, որ ասեց այն մեծահարուստի համար։ Ստեղից ըտե ճանապարհ չկա, անդուն դախոր։ Ինչ արեցիր դու երկրի վրա արեցիր։ Ավելի լավ է կարելի է, ավելի լավ է քանի կենթանին է ժամանակ շատ աղոթենք իրանց համար։ Այ հենց սա է։ Կարևորը մեր Քրիստոս իր կյանքը տվեց իրանց համար։ Այնա երկնքում երկնքից կաղոթելու կտաներ դրախտ էլի սա օրինակի համար։ Շատ հետաքրքիր հարց եք տալի, ես նորից այս հարցի պատասխանը սա է, որ մարմնավոր են մտածում այդ մարդիկ։ Հիմա կարդամ, որ մասերն են մարմնավոր նայում մտածում։ Առաջի Կորինթացիների 11:30։ Նրա համար էլ ձեր միջումը շատ հիվանդներ եւ ցավագարներ կան, եւ շատերն էլ ննջած են։ Ես հաղորդության համար ասեմ Քրիստոսի հետ հաղորդության համար, որ անարժանաբար են հաղորդվում Քրիստոսի հետ, այսինքն մեղքով են ուզում Քրիստոսի հետ հարաբերվեն, հաղորդություն ունենան, հաղորդությունը այն բառն է, որ հիմա ես հաղորդություն եմ ունենում ձեր հետ։ Ես զրույց եմ անում Մելանիայի հետ, իր հետ հաղորդություն ունեմ։ Նույնը Քրիստոսի հետ, եթե արդարություն ես անում, Քրիստոսի հետ հաղորդություն ես ունենում դու։ Իսկ եթե անարժանաբար ես հաղորդություն անում, ցավագար ես դառնում։
Այսինքն անարժանաբար սրբության հետ բղծությունով ես ասում։ Դեր Հիսուս Քրիստոս նրա մահն եմ ուզում, ինքս էս չար մարդ է։ Դու թող ավտոն ավայրա տա այդ մարդը, որտեվ ինքը, չգիտեմ, էս չար բան արեց։ Անարժանաբար հաղորդվում եմ ես Քրիստոսի հետ։ Իր կամքի համապատասխան աղոթ չեմ անում։ Դրա համար ցավագար եմ դառնում, տանջվում եմ, նեղվում եմ, ակում եմ, նախանձում եմ, ցավագարություն հասա։ Եվ շատերն են ննջած են։ Շատերն ննջած են, ննջել բառը գիտեք ինչ է։ Ննջել, քնել, ոչ մեռածա, ոչ չմեռած, ննջած է։ Չեն հասկանում։ Արդարությունը ասու խոսքը խոսում է իրանց հետ։ Տենում են արդարությունը, բայց ննջած են, չեն հասկանում։ Այսօր երբ որ մենք ննջում ենք, դադարում է մեր ուղեղը գործելուց։ Ես չեմ խոսում երազների մասին կամ չգիտես ինչ բաների։ Ընդհանրապես մարդը արդեն դադարում է տեսնելուց։ Քնած մարդը չի տենա։ Քնած մարդը չի լսում, եթե բարձր իհարկե մեծ աղմուկ չլինի։ Քնած մարդը չի խոսում, միտ չի արտահայտում, իր ուղեղը հանգստանում է։ Ննջած մարդը, քնած մարդը։ Հիմա տեսեք, այս մասին է, որ շատերը ննջած են ձեր մեջ, որովհետև Քրիստոսի հետ անարժանաբար են հաղորդվում։ Հաջորդը կարդամ, Հայտնություն 14:13-ը, 14-րդ գլուխ 13-րդ խոսքը։ Եվ երկնքից մի ձայն լսեցի, որ ասում էր ինձ. գրիր, երանելի են այն մեռելները, որ տերումն են ննջում, այսուհետև։ Այո, հոգին ասում է, որ իրենց աշխատանքից հանգիստ կառնեն եւ նրանց գործերը գնում են նրանց հետևից։ Իսկ ասում եմ, երկնքից ձայն լսեցի, որ ասում էր ինձ. գրի, երանելի են այն մեռելները, որ տերումը ննջեցին։ Որ տերումը հանգիստ ենք մենք տերումը, այսինքն Տերը ով է մեր, սերը մեր Տերը։ Հիսուս Քրիստոսն է, Եհովա Աստվածն է մեր Տերը, Սուրբ Հոգին է մեր Տերը, ինքն է մեզ առաջնորդում։ Երանի ինձ, որ ես մեռած եմ իրանցում։ Այսինքն ես մեռած եմ, իմ մարմինը մեռած է, իրանք են գործում իմ տեղը։ Տերումն եմ մեռած ես, սերն է ինձ է առաջնորդում, Սուրբ Հոգին է զորությունով տանում, խոսքն է իմ մեջ առաջնորդում ինձ ու տանում առաջ։ Ես իրանցում եմ մեռած, իրանք են, ես չկամ, Պողոս Առաքյալն ասում է, ես չէ, հապա Քրիստոս։ Արդեն իրանցը մեռած է լրիվ։ Մի քանի տեղ կա Աստվածաշնչի մեջ, էլի ասում է, սպանեք ձեր հին մարդուն։ Այսինքն մեռավ հին մարդը Քրիստոսի համար, որ կենդանի լինի Քրիստոսը, հինս մեղքս մեռավ, որ արդարությունը կենդանի լինի։ Առաջի Պետրոս 4-րդ գլուխ 6-րդ խոսքներ կարդամ ամենքից համար։ Որովհետև իսկ սրա համար մեռելներին էլ ավետարանվեցավ, որ մարդիկ կողմանե մարմնով դատվեն, բայց կենդանիլ են Աստծու կողմանե հոգիով։ Մեռելերն էլ ավետարանվեցավ։ Երևի հենց այս խոսքի հիման վրա, սիրելի հաստվող, այս խոսքի հիման վրա, չէ՞ ասում մեռելների համար աղոթ կանենք։ Երևի այս խոսքի հիման վրա են մեռելներին աղոթ կանը։ Մեռելերին էլ քարոզվեցավ, ասում են Նոյի ժամանակվա Քրիստոսը իջավ դժոխք, Նոյի ժամանակվա մեռածներին էլ քարոզեց, որ հաներ դժոխքից։ Սրանք հոգևոր իմաստներ են, սիրելի քուրս եւ եղբայրս։ Եթե այս ամեն այս խոսքերի վրա խոսան ժամանակը չի երիքի, դրա համար կարճ կոնկրետ ասում եմ ձեզ։ Հենց հարցի վերաբերյալ էլի մեռելներին էլ քարոզվեցավ, որովհետև մենք բոլորս մեռած էինք մեղքի մեջ, Պողոս Առաքյալն ասում։ Բայց հիմա Քրիստոսով հարություն ենք առել։ Հոգևոր է խոսում ստեղ։ Եթե մենք մեղքի համար մեռած էինք, մենք մեղքի մեջ, ոչ թե մեղքի համար, այլ մեղքի մեջ մեռած էինք, քարոզվեցավ մեզ ասու խոսքը։ Մենք մեռած էինք, բայց քարոզվեցավ, լսեցինք ու հարություն առանք, ընդունեցինք Քրիստոսին։ Սա այս խոսքն է։ Նորից եմ կրկնում, նորից հոգևոր ասու խոսքը։ Մարմնավոր խորհուրդը մահ, մարմնավոր խորհուրդը հակառակը ասու խորհրդի, հոգևոր խորհուրդը կյանք եւ խաղաղություն է։ Միշտ հիշեք այս խոսքերը, այս բաները։ Առաջի Հովհաննես 3-րդ գլուխ 14 խոսքներ կարդամ։ Մենք գիտենք, որ մահից ի կյանք փոխվեցանք, որտեղ եղբայրներին սիրում ենք։ Բայց ով որ չի սիրում իր եղբայրը, մնում է մահվան մեջ։ Իսկ ինչ դիպուկ ու կոնկրետ ասել, ինչ մենք մահից մահվան մեջ էինք, կյանքի փոխվեցանք երբ որ սիրեցինք եղբայրներին։ Սիրեցինք եղբայրներին, կյանք ունեցանք արդեն մեր մեջ։ Տիրոջ հոգին կյանքն է, Տիրոջ հոգին եկավ մեր մեջ եւ մենք կյանք ունեցանք։ Տիրոջ հոգին արդարության, սիրո հոգին է, դա է կյանքը։ Իսկ խռովության հոգին, բարկության հոգին, սպանության, չարության ամեն մի հոգին, դրա մեջ կյանք չկա։ Մենք դրանց մեջ մեռած էինք,
բայց Տիրոջ հոգիով կենթանացանք արդեն։ Տիրոջ խոսքով կենթանացանք։ Տեսեք, այն մեռելների համար աղոթք անելը ավելի լավ է կենթանի ժամանակ աղոթք կարա։ Ավելի լավ է կենթանի ժամանակ զոհաբերություններ արա, ժամանակը զոհա, քո խոսքը, քո ամեն ինչով դու նվիրվի իրան, որ ինքը դարձի կա։ Իսկ մայից հետո ինձ թվում է ավելորդ է, որովհետև մենք հասկանում ենք մահը մեղքի մահն է, իսկ մեղքի մահը երկրի վրա է կատարվում։ Մահից հետո էլ ինչ կա արդեն։ Արդեն Աստծո գործն է։ Հա, դա արդեն Աստծո գործն է, որը քննելի չի, Աստված չի տալի քննել, իհարկե ճիշտ ես ասում։ Դրա համար սիրելի հարց տվող, չգիտեմ որքանով կարեցա էլի բացատրել, ասել, շատ երկար կարելի է այս թեմայով խոսալ, որովհետև շատ տեղեր կան Աստվածաշնչի մեջ գրված։ Ես կուզեմ, որ դուք թեկուզ կոմենտարիաների մեջ, թեկուզ զանգելով, ոնց հարմար է ձեզ, եթե էլի բաներ կլինի անհանգստացնող հարցեր կլինի ձեր մեջ, միամանչեք, մի քաշվեք, որտեղ ամեն մի հայտնություն Աստվածաշնչի կյանք է ձեր համար, ասեմ իմացեք։ Այն որ ծածկված է, դա գիրն է, որ մենք գիտենք, բայց ծածկված է, չենք հասկանում, էս ինչ է։ Բայց հենց հայտնվում է այդ ծածկված գիրը, Տերը էս էր ուզում ասել, դա կյանք է տալի քեզ։ Ամեն մի հայտնություն կյանք է, դրա համար որը որ ձեր համար գաղտնիք է, հայտնաբերեք, ասեք, խոսանք, կիսվենք մեկս մյուսի հետ, պատասխանենք իրար հարցեր, ասենց ասած, Սուրբ Հոգիով։ Այն ժամանակ հայտնություն կստանա մեր հոգին ու այն ժամանակ կյանք կունենանք մենք։ Այն ժամանակ ամեն ինչին կնայենք պարզ ու ուղիղ։ Այն չենք նայի հետին մտքերով, այն չենք նայի չարության աչքերով, այլ արդեն արդարությամբ, սիրո աչքերով արդեն կնայենք։ Երևի այսքանը Մելանիա, այսքանով ավարտենք, նորից եմ կրկնում, էլի Աստծո խոսքի վերջ չկա։ Վերջ չկա Աստծո խոսքի, իր յուրահատուկ մեկնությունը չունի, ոչ մի մարգարեական խոսք։ Դրա համար սիրելի քույրս եւ եղբայրս, դրա համար մենք խորությունից խորություն կարանք գնանք։ Եթե Տիրոջ հոգին մեր մեջ է, արդարության սիրո հոգին մեր մեջ է, մենք արդարության ու սիրո տեսանկյունով ենք նայում, քննում, կարդում Աստվածաշունչը։ Ու այդքանը մեր մեջ գործ է դառնում, սկսում ենք գործել մենք արդեն։ Ինչ են գործելու, եթե արդարության հոգին է մեր մեջ, արդարություն ենք գործելու։ Ամեն։ Իսկ եթե գրի հոգին ենք նայում, Աստված սպանեց, Աստված կործանեց, Եգիպտոսը ծովի մեջ, Քանանին ցեղասպանություն արեց, Ամաղեկին ցեղասպանություն արեց, դա այդ գիրը մեզի կյանք չի տա։ Բարկություն, թշնամություն, գրգռվածություն կտա մեզի։ Տեսեք որ հակառակը ասում գիրը։ Այսքանը, մոտեցավ ավարտին։ Մնաք խաղության մեջ, սիրելի ժողովուրդ։ Դերավորին ձեզ։